Ասում են, այս կնոջից վախենում էին անգամ Խորհրդային Միության ամենադաժան քրեական հեղինակությունները։ Նրա խոսքն ընդունում էին յապոնչիկը, մոնղոլը, դեթասանը։ Սակայն համացանցում նրանից ընդամենը մի քանի լուսանկար կգտնեք, իսկ տեսագրություն ընդհանրապես չկա։ Նույնիսկ քրեական հետախուզության լավագույն դետեկտիվներն ունեին միայն մեկ լուսանկար, այն էլ 40 տարվա հնության։ Կալինա Նիկիֆորովա, բոլոր գողերի կնքամայրը, յապոնչիկի կինն ու մեկ այլ օրենքով գողի, Վիկտոր Նիկիֆորովի քրեական աշխարհում ավելի հայտնի Վիկտոր Կալինայի մայրը։ Նա պատմության մեջ միակ կինն է, ով կառավարել է քրեական Մոսկվան և կրել անպաշտոն թագը։ Այսօր կպատմեմ մի պատմություն, որը փորձում էին ջնջել։ Ինչպես Բաքվեցի աղջիկը դարձավ մաֆիայի առաջին տիկինը, դոլարային միլիոնատեր, ինչպես բանտային ժամկետը վերածեց բիզնես դպրոցի, ստեղծելով ընդհատակյա կազինոների ցանց ու կապեր ազգային անվտանգության ծառայության հետ, և թե ինչու նրա կայսրությունը փլուզվեց մեկ օրում, երբ նա որոշեց գնալ իր վերջին մահացու արկածախնդրությանը, ինքնաթիռի առևանգմանը։ Կալինա Նիկիֆորովայի մասին ամբողջական հաղորդումը դիտեք YouTube-ի Իմ ալիքում անչափ հետաքրքիր է։